Եթե դուք եք ցանկանում այսպիսի ախորժալի շլիքյուֆտաներ պատրաստել, ուրեմն նայեք հոլովակը մինչև վերջ։ Մեզ հարկավոր է 2 կիլոգրամ տավարի յուղոտ փափկամիս, 2-3 գլուխ սոխի հետ աղում ենք եւ եփում։ Ավելացնում ենք սև ու կարմիր պղպեղ նաղնշ ճաշակի։ Վերջում ավելացնում եմ կարագը եւ անջատում։ Թողնում ենք, որպեսզի մեր միջուկի միսը մի լավ հովանա։ Ցանկության դեպքում ձեր նախընտրած համեմունքներն էլ կարող եք ավելացնել։ Վրայի շերտի համար մեզ հարկավոր է վերցնել ամենամանր տեսակի բղլուրը։ Ավելացնում ենք կարմիր պղպեղը եւ քիչ-քիչ թրջում ենք գոլ ջրով։ Թրջում ենք մինչև կստանանք այսպիսի զանգված, որպեսզի լինի կպչուն, բայց միևնույն ժամանակ հատիկավոր։ Վրայի շերտի համար մեզ նաև հարկավոր է 1 կիլոգրամ տավարի անյուղ կպչուն փափկամիս։ Աղում ենք մսաղացով, ավելացնում ենք բղլուրին, մի լավ հունցելուց հետո եւս 2 անգամ անցկացնում ենք մսաղացով։ Եթե մսաղացով անցկացնելուց հետո ձեր խտությունը, այդ կպչունությունը դուրը չգա, կարող եք եւս 1 անգամ անցկացնել մսաղացով։ Ինձ մոտ 2 անգամը լրիվ բավական էր, որպեսզի ստանանք այն իդեալական տարբերակը։ Երբ մեր բոլոր բաղադրիչներն արդեն պատրաստ են, կարող ենք արդեն պատրաստել մեր իշլիքյուֆտաները։ Բաղադրատոմսը չափաբաժիներով ես կտեղադրեմ հոլովակի ներքևի հատվածում, նկարագրությունների բաժնում։ Վերցնում ենք փոքրիկ վրայի շերտը, բացում ենք հնարավորինս բարակ, դա շատ կարևոր է, եւ կարող ենք լցնել մեր միջուկը։ Միջուկը լցնելուց հետո գեղեցիկ պետք է այդ բաց հատվածը փակենք։ Ես ընթացքում ձեռքս թրջում եմ, որպեսզի էլ ավելի հարմար լինի աշխատելը։ Վերջում էլ մի փոքր էլի ձեռքը խոնավեցնում ենք, ընդհանուր հարթեցնում։ Ահա այդպես ստանում ենք գեղեցիկ, ահա այսպես ձվաձև իշլիքյուֆտաներ։ Կարող եք դուք անել 2 կողմն էլ սուր։ Ես այսպես եմ սովորել, իմ ձեռքը այսպես է հարմար։ Մի փոքր ձեռքի ափը խոնավեցնում ենք, մատերը խոնավեցնում ենք եւ այսպես ձեռքի ափի օգնությամբ ստանում ենք ահա այսպիսի բաժակ։ Լցնում ենք միջուկը եւ նորից փակում։ Արդյունքում այս չափաբաժնից ստացվեց 45-ից 50 հատ 70-ից 80 գրամանոց իշլիքյուֆտաներ։ Բավականին խոշոր չափեր էին։ Ահա այսպես պատրաստելուց հետո ես դնում եմ սառցեխցիկը, պահպանման ժամկետն էլ բավականին երկար է, ինչքան կցանկանաք։ Եթե կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։ Իսկ դուք կարող եք նաև կիսվել ձեր պատրաստման եղանակով։ Ինձ շատ հետաքրքիր է ձեր պատրաստման տարբերակը։ Ահա ձեռքով հարթեցնում ենք, ահա այսպես մեր իշլիները պատրաստում ենք։ Ահա վերջնական տեսքը, ահա այսպիսի տեսք ունի։ Դնում ենք սառցեխցիկը, արդեն տեսեք սառել են բավականին։ Ես նաև մի քանի հատ շատ փոքր չափ եմ պատրաստել, ահա այս փոքրիկ չափերով թանապուր ենք պատրաստելու։ Հոլովակը նաև կա իմ էջում, կարող եք տեսնել։ Քանի որ ես սառած վիճակում եմ եփելու, նախապես ջուրը չեմ եռացրել։ Դնում եմ իշլիները, աղ եմ անում, եփում ենք եւ արդեն կարող ենք մատուցել։ Չենք մոռանում առատ կիտրոն ավելացնել։ Ես կկտրեմ, որպեսզի կտրած վիճակում էլ տեսնեք, ինչ հյութալի է, ինչ համեղ է ստացվում։ Չենք մոռանում կիտրոնը եւ կարող ենք այս համովությունը վայելել։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել եւ թողնել մեկնաբանություններ։ Կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։ Ձեզ հետ է Մարինեն, կհանդիպենք։